Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Այս մասին հայտնել է Իշխանություն լրատվականը։ Կայքի տեղեկություններով Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի Սահակյանը խմբի կազմում այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 2024 թվականի հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։ Հունվարի 21-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր Թութու Լավայի տունը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Թալանել են 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր Թութու Լավամական վամբ Էրիկ Շահբազյանին եւ նա հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակնու վրա են արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը եւ այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։ Հունվարի 21-ին վրայերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան իր վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն եւ օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրայերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք։ Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ժամը 18:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։ Պարզվել է, որ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող Մազմակնիշի վերամբարձ կռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի կռունկավարի մարմինը դուրս բերեն խցիկից։ Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Ըստ տեղեկությունների մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ կներ։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ աշխատանքային կանոնների չպահպանումը, որն առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթ ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու։ Նա 2021 թվականի հոկտեմբերի 1-ից քրեական ոստիկանության Երևանի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման եւ մաքսանենգության մեղադրանքներով։ Խափանման միջոցը կալանք։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Նանսենի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ վարչություն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որը 2025 թվականի դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։